քանի որ պաշտպան Վարդանյանն արձագանքի որպեսզի եթե այլ արձագանքներ կան, եթե չէ, համարենք հարցերը ավարտված։ Բան ակության որ բանեք ասում։ Ամեն ինչ ասված։ Քննարկելով գործող նեղադրյալ Սամվեսարացի քաղաքացիական նկատմամբ իրավասությունների կամանքի ժանրերի երկրագրության հարցը, լսելով դատավարության մասնակիցների ինքորոշումները ներկայացված փաստարկները արձանագրում է հետևյալը։ Անկախ ով մի դիրքորոշում է արտահայտում, բնականաբար իր տեսանկյունից գնահատականները դրանց մեջ կան թե օբյեկտիվ տարեր և թե սուբյեկտիվ տարեր և այս պայմաններում հարցը օբյեկտիվ տարերը ինչ նշանակություն կարող է ունենալ կոնկրետ հարցի քննարկման տեսանկյունից, սուբյեկտիվ տարերը ինչ նշանակություն և որը կարող է 5-20 արտախապանջից փոխելու կամ չփոխելու արձանագրելու, որ իրավաչափության պայմանի մեջ փոփոխություն եղել է, թե ոչ կամ իրավաչափության պայմանը վերացել է, թե ոչ։ Այս համատեքստում հաշվի առնելով 2026 թվականի ապրիլ 17-ին դատարանի կողմից կայացված որոշման արձանագրված հանձնանքները, դատարանը արձանագրում է, որ խափանմիջոցի տվյալ դեպքում այն ժամանակ ընդհանուր խափանմիջոցներն են քննարկվել, հետևաբար համակցված կիրառված խափանմիջոցների տնային կառանքի, գրավի և բացակայելու գործողության ժամանակ իրավաչափության պայմանները չեն վերացել։ Արդյոք ենթարկվել են փոփոխության թե ոչ։ Եվ ենթարկվել են այդ փոփոխությունը կարող է դիտարկվել խափանմիջոցի տվյալ դեպքում տնային կառանքի փոփոխման հետ կապված թե ոչ։ Արձանագրենք, որ մենք ունենք ընդհանուր ժամանակի հոսունություն, որովհետև դեռևս գտնում ենք նախնական դատավարությունների ընթացքում ապացուցման գործընթաց չի սկսվել, ապացույցներ չեն ստացվել։ Խափանմիջոցի կիրառման հիմքում դրվել է քրեական վարություն խոչընդոտելու հավանական ռիսկ, այսինքն քրեական դատավարության ընդգրկով կամ դատարանի որոշմամբ ներառյալի կողմից իրավատևած պարտականություն չկատարելը, առավելապես ապացուցման գործընթացին ապօրինի չանցնելը։ Այս առումով անկախ նրանից թե ինչ է արձանագրվել այս ժամանակահատվածում, մասնավորապես տնային կառանքի կիրառման պայմաններում մի շարք անձանց հետ շփման հնարավորություն, ոստիկանության ծառայության կոնկրետ կառավարման կողմից Սամվել Կարապետյանի դատական նիստերի մասնակցության ապահովման համապատասխանություն և մոտ 3 ամսվա ժամանակահատված, դրանք օբյեկտիվ անդամակներ են, բայց դատանի գնահատմամբ դրանք բավարար չեն արձանագրում, որ այդ անդամակները որպես փոփոխություն են արձանագրել, կարող են դիտարկվել որպես խափանմիջոցի գործողության ժամանակ իրավաչափության պայմանի վերացում կամ փոփոխություն, որը կարող է խափանմիջոցը փոխել 5 ամսանոց։ Հետևաբար այս ամենի համատեքստում դատանը գտնում է խափանմիջոցի ժամկետը տնային կառանքի ենթակա երկարաձգման։ Երկարաձգման ժամանակով այս առումով դատարանը ունի որոշակի իր դիրքորոշում։ Բնականաբար միշտ իր դիրքորոշումն է արտահայտում, հաշվի առնելով կողմերի հայտնած կարծիքները։ Մեկ ամիս ժամկետը հաշվի առնելով այն հնարավոր գործողությունները, որոնք ենթակայում կատարման և որի արդյունքում դատանը կարող է արձանագրել այս կամ այն իրավիճակի փոփոխություն, դատանը գնահատում ամբողջովին չէ։ 3 ամիս ժամկետի երկարացումը հաշվի առնելով, որ ինչ ապացույցներ մենք ունենք, ինչ հաջորդականությամբ դրանք կարող են հետազոտվել, որ մի տեսակ խափանմիջոցի, մի դրվագի մասով դատարանը խափանմիջոցի հարցի քննարկման տեսանկյունից դա հաշվի չի առել և ապացույցների մաս
կազմակերպվել 3 ամսի հետո շատ։ Հետևաբար դատանը ողջամտության պայմաններում հաշվի առնելով գործողական հանգամանքները, օբյեկտիվ հանգամանքները, որոնք նշանակություն են գտնում, որ մենք կառավարչի ժամկետը պետք է ներկայացնել 2 ամսվա ընթացքում, եւ այն խնդիրները, որոնք դատանը տեսել էր կամ գնահատել էր ռիսկերը ապրիլ 17-ին որոշում կայացնելիս, այս պայմանությամբ շարունակում են առկա լինել եւ մինչեւ այդ ժամկետի ընթացքը դատանը հնարավորություն ունենա օբյեկտիվ գնահատման արժանացնել։ Այդ ժամանակ փոփոխություն կլինի, թե չի լինի, դատանը կազմակերպի տվյալ ժամանակահատվածի, այսպես ասած, վերջում։ Այս ամենի համատեքստում դատանը գտնում է, որ պահպանմիջոցները հենց այն ծավալով չափով պայմաններով, որոնք իրականացված են եղել, պետք է պահպանել։ Դատանը ղեկավարելով քրեական դատավարության դեպքի 31-32-34 15-16 277 որոշում է սույն գործով նվազել սամիսի գաղթացան նկատման իրականված տնային կալանքի ժամկետի երկարացում 2 ամիս ժամանակով մինչև 2026 թվականի սեպտեմբերի 18-ը ներառյալ որոշումը ստանալուց հետո այն 10-օրյա ժամանակի կալանքի ժամկետի մասով կարող է որքարկել իրականի չափանցություն դարձնել տնային կալանքի պայմանները նույնն են, այսինքն արգելվածը շփում ունենա, արգելվածը շփում ունենա, այն անձանցերը, որոնք ստեղծել ժամանակի նշվել են որոշման մեջ, մյուս անձանցերը շփումը իրականություն։ Այսքան կապանամիջոցների շատ Պարոն Վարդուգանյան, ինչ վերաբերում է հնարավոր նախագծական նիստին, չգիտեմ մասնակցել ենք ունեցել ենք երկի ժամանակահատված, որ տևական է եղել ընդմիջումը հունիսի 12-ից հունիսի 31-ը ժամանակահատվածում, հիմա տարբերություն շատ քիչ է եղել, հարաբերի ձեր կապակցությունները Սույն գործով հաջորդ դատական նշանակում է թվականին օգոստոսի 4-ին ժամը 14:30 Նաև դատականիստը չի ավարտել։ Դատականիստը չի ավարտել։ Նաև օգոստոսի 6-ին Էլի 14:30 Ֆիքսեք, հա? Ֆիքսեք, օգոստոսի 4 ժամը 2:30 օգոստոսի 6-ին էլի 2:30 Մեր նախորդ նշատում կաս նիստերը մզմաշում էլի ունենք 10 սեպտեմբերի Օգոստոսի 11-30-ը 11-12 Սեպտեմբերի 3-ին ունենք
Սեպտեմբերի 3-ից հետո ամեն երկրորդ հաջորդում Ինգորտով, հաջող դատական շնորհակալ 2026 թվականի օգոստոսի 4-ին ժամը 14:30 դատավարության ներկա մասնակիցները համարվում են պատժամիջոցված Дай на просто